ամուսնված 18-06-2020 թվականին հաստատվի էլեկտրոնային ստանալու ստարբերակը նկնել ոստիկանության համակարգային ոստիկանության նախարարության դարից գիտություն հասցրել դատարանին, որը նշվել է, որ պատասխան 18-06-2026 24-25 այդ դեպքում է, որ գիտություն պահանջը չի կատարվել, քանի որ Երևանքաղաքի Լավնի թաղամասի արկապահովացի 30-ամյա բնակիչ Քրիստինե Միրզոյանի հայտարարությամբ սերի ուշադրության նշված հասցեին չի բնակվում, իսկ ներկայացվել կազմված արձանագրությունը գրությունը հասցեատի դատարան հաստատում Մարիամյանը նշելով, որ ձեռբարատում քննվում են թիվ ՀԿ-32-24 քրեակագործը, որի շրջանակներում 10-06 նշանակված է ներկական դատականից դաշվարներով հանգամանքը, որ այսօր նրանում ընտրությունների արդյունքները հանրասահմանադրական ներկայանում վիճակելու վերջին ժամկետը իսկ նշված գործունեություն հանդիսանում որպես հիմով կողմերից մեկի ներկայացուցիչ և միաժամանակ հաշվի առնելով, որ ըստ արկադիականությունների սերարմայինի բաշխակարգ ռեժիմների կողմից ներկայացվելու հետազոտությունների հետաձգելու վերաբերյալ դաշնակցություն պայմանավորված սերարմայինների ամբողջական վիճակով, միշտ հնարավոր է մի քանի համապատասխան լիստը հետաձգելու բանոստի կոնտրոլը նշանակված դատական լիստի և բացակայությունը համակարգելի նաև Գևորգյանը գրություն է ուղարկել դատարանին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի կարգադրությունից ստացվող գործունեելու մասին, որտեղ նշված է, որ Եվրոպայի խորհրդարանական ժողովի բարական նստաշրջանի գերօրինաց աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի հունիսի 21-ից 26-ը գործունեելու է Ստրասբուրգ քաղաքում։ Ագին դատավարության մասնակիցներ արտենիստ ներկայացվել է համավարծ ձևով չկապով ոչական վիճակի հետ կապված Առողջապահության նախարարի համապատասխան դրամանով համավարծ բժշկական հաստատում, որտեղ կան շահագրում ստացունար պայմաններում բուժման վերաբերյալ Պարմանյանի ասված դատականիստի չներկայանալը դատարանի հարգելի համարում, ինչպես իստի քարտուղարը ընթերցեց ոստիկանության աշխատակիցները չնայած, որ հեռախոսակապի միջոցով տեղեկացել են, որ պարոն Օհանյանը, ինչպես նաև մեր դատականիստերը, որով դեպքերում հրապարակային է և տեսադրվում է, հրապարակվում է, որ հանրել փաստ է, որ պարոն Օհանյանը գտնվում է բժշկական հաստատություն, այդ մասին նաև հեռախոսակապի միջոցով է ոստիկանությանը տեղեկացրել, որտեղ է պարոն Օհանյանը գտնվում, հնարավոր գտնվելու վայրերի մասին ամենագրես տեղեկատվություն տրամադրել են, իրական գործում երկու հասցե կա, բայց չգիտեսի ոստիկանությունը կավարվել է միայն Հաղի թաղամաս այցելելով և արձանագրություն կազմել դատարան ներկայացնելով։ Հաշվի առնելով, որ պարոն Օհանյանի կողմից ներկայացված բժշկական տեղեկանքի ինքնվելով վերջինիս չներկայան դատարանը հարգելի համարում ոստիկանության աշխատակիցների գործողություններին այս պահին դատարանը չի անդառնա։ Ընդամենը արձանագրում է, որ պատշաճ կարգով չի իրականացվել որոշման սահմանված պահանջը։ Պարոն Գևորգյանի գրության մասով էլ, ինչպես և մնացած դեպքերում, պարոն Գևորգյան ներկայացել եք ազգային ժողովի նախագահի կարգադրությունը և այս մասով ևս դատարանը, ինչպես էլ նախորդ անգամները, այս անգամ ևս դատականիստ չի նշանակվի։ Հարգելի հանրայնահայտող, պարոն Հորովերյանի չներկայանալն է, հաշվի առնելով, որ մենք դատականիստ հետաձգելու հանգամանք ունենք, ևս հարգելի ենք համարում, այս մասով դատարանի հանձնարարված պատրաստելու չի շուտ։ Ես բան ունեմ։ Նրանք ինչի մի շաբաթից չեն նշանակում։ Պարոն Գևորգյանը չգնում։ Ուզում եմ ասեմ, եկեք ավելի առարկայական, երեքանից տեղյակ ենք բոլորս, որ պարոն Օհանյանը այդ թվում նաև դուք երեք եք ուղարկել, հարգելի պատճառով չի ներկայանալու դատականից։
Յուրի խաչատուրովը Երևան քաղաքից դուրս է գնում, առավոտ ժամը 10։ Մենք երբևիցե դեպք չի եղել, մենք մեծ ծանրաբեռնվածություն ունենք, 1000 Ձեր մտածումը բան Պողոսյան տեսեք, պատվաժանը նույնիսկ պետական բյուջեի միջոցներն են ափսոս, որովհետև թարգմանիչը ներկայացրել է ոչ մի բանի համար։ Բան Պողոսյան որոշում անվերապահ հիմքեր ա լինում։ Օրինակ տեսեք, ես լրիվ հասկանում եմ պարոն Ողբերյանին ու դատարանի դիրքորոշումն է պարոն Ողբերյանի չմասնակցելու հետ կապված լրիվ ընդունելի է ու դա է նորմալը։ Հիմա մենք բոլորս եկել ենք հավաքվել ենք ստեղ Երևանից բոլորս իմանալով թե ինչա տեղի ունենա։ Դրանից միջոցներ ա ծախսում պետական բյուջեից։ Հանրային մեղադրօրինակ ինքը հաստատ կարևոր մեղադրանքներ կունենա Պողոսյան, եթե մենք ոստիկանության դերությունը օրինակ 3 ստացած լինենք, քիչ առաջ ենք ստացել։ Ախր էդ էլ բան չէ, պատվարժան դատարան, էլի առարկայական ասեմ, տեսեք, ասենք թե ինչ որ պարոն Օհանյանին հարտադրաբար վերման ներկայացնին, դուք էլ ձեր ձեռքի տակ ունեք անաշխատունակության վերաբերյալ թուղթը։ Ասենք ինչ էին անել, այդ մարդը կարող ասել ես անաշխատունակ վիճակում ինձ հարկադարձաբար վերման են ենթարկել, մի հատ էլ նոր գործառույթ խոշտակման բան։ Պողոսյան, յուրաքանչյուր դեպքում մարտահրավերական սկզբունքներից ելնելով ենք կողմերին ասում, որ ունենք հետաձգման հիմք միտք ներկայացել, օրենքով ցանկացած նիստի, եթե նշանակվում է բոլոր պարտավորները արտադրությունը մարդասիրության մասին։ Հիմա պարոն Պողոսյան, ընդամենը 1-2 դատական նիստ պարոն Խաչատուրովն էլ ոչինչ։ Ոչինչ չէ, դուք ես համոզված եմ ժամանակից ձեր աշխատասենյակում եք, ձեր համար հեշտ է իջնել բարձրանալու, բայց մենք մեծ պլանավորվածություն ունենք։ Հիմա ժամը 11-ին, որ ուզում ենք արդեն գնանք ուրիշ դատարաններ եւ այլն, արդեն այս Պողոսյան, դուք յուրաքանչյուր ուրբաթ մինչև ժամը 13:30-ը մենք պայմանավորվել ենք, որ դուք այլ դատական նիստեր չպլանավորեք, որտեղ մինչև 13:00 մենք աշխատելու ենք։ Հասկացանք, բայց որ նիստը չի լինելու։ Դե բայց չգիտես։ Ես չեմ գնում դեռ ասեմ, ես հնարավոր է ես խնդրում եմ ուղղակի, եթե անվերապահ հետաձգման հիմքա, ծանրաբեռնված չի կա, մենք չներկայանանք, էլի։ Որով ես շաբաթը նշանակելը տես պայմանավորված որ շաբաթը նշանակելը Հաջորդ պատորը խնդրեմ բան Դուք նույն օրը արդեն ստացել եք պատշաճ, ձևակերպված փաստաթուղթ ուրիշ դատարան։ 10-15 րոպե առաջ ենք ստացել ոստիկանության Նույն օրը եղել է ուրիշ նիստ, Սերան Օհանյանը մասնակցել, արդեն մինասել է չեմ ստացել, չէ։ Եվ այդ նույն օրը դուք արդեն ունեցել եք այդ պատշաճ, ձևակերպված թուղթ։ Այդ օրվա չներկայանալ, պարոն Քոչարյան, պարոն Ռեժնյան ներկայ է, միայն այդ օրվա չներկայանալ, այդ դատական նիստին չներկայանալ են հարգելի ջանք։ Արդեն ունեցել եք։ Հաջորդ ուրբաթ օրը չենք նշանակի, քանի որ պարոն Գևորգյանը գտնվելու է գործողման մեջ, առողջականի հետ կապված պարոն Ռեժնյան, ինչպես եւ նախորդիվ հենց այն երկրորդ դատական նիստին դուք ներկա եք դատարան ասեց յուրաքանչյուր դատական նիստի չներկան, եթե նախապես ներկայացնեք, կողմերին կտեղեկացնենք, ես նիստ չենք հավաքում։ Շատ է, մենք 26-ին չենք նշանակի, մյուսը ամսի 3-ն է, դատարանները կշարունակենք հուլիսի 3-ին ժամը 10:00-ին, այս պահին հուլիսի 3-ը ժամը 10:00-ին հետաձգելու չնշանակելու հիմքեր չունենք։ Դատարանները հետաձգում են շարունակվի 2026 թվականի հուլիսի 3-ին ժամը 10:00-ին դեկտեմբերի համանուն պատճառ